այս պահին մենք շարժվում ենք դեպի գյուղի կենտրոնում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Եկեղեցու մասին մեզ կպատմի գյուղի պատմության ուսուցիչ Սևակ Մանթաշյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որ դարի եկեղեցի է եւ ինչ է հայտնի եկեղեցուց։ Կոթի գյուղի ժողովուրդը մեծ մասը եկել են Գագ եւ Գավառձին ամրոցից, այնտեղ մենք ունեցել ենք եկեղեցի, մերն ա եղել է եկեղեցին, որը կոչվում է Սուրբ Ծարգիս։ Այնտեղ էին հարսանիքները տանում գյուղից 7 կիլոմետր հեռու աստեղից։ Հետագայում թուրքերը որ ուզում են հարսին փախցնեն, մեր գյուղացիք որոշում են, որ գյուղում կառուցեն, Փայտաշեն եկեղեցի են կառուցում, 19-րդ դարի 50-ական թվականին է հիմքտրվել, կոչվել է Սուրբ Աստվածածին։ Եղել են քահանաներ գյուղում, որոնց հայտնի են Տեր Խաչատրյաններ, Տեր Մկրտչյաններ, Տեր Սեփխանյաններ։ Այ որն է կոթեցու աղոթքների թեման։ Ինչի մասին է աղոթում կոթեցին։ Կոթեցին աղոթում է իր հայրենիքի մասին, իր երեխաների մասին, խաղաղության մասին։